Շաբաթվա ընթացքում նիստեր են գումարել ազգային ժողովի մշտական հանձնաժողովները։ Քննարկվել են առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծեր։ Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես աշխատանքի օր։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիրելի քաղաքացիներ, մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է, նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին եւ ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ ձեր ամենօրյա ջանքերի եւ պատասխանատու վերաբերմունքի համար։ Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան։ Մայիսի 1-ն աշխարհում նշվում է որպես աշխատավորի միջազգային օր՝ ի նշան այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով զարգացնում են պետությունների տնտեսությունն ու պահպանում հասարակական հավասարակշռությունը։ Տարիների ընթացքում այս տոնի իմաստը մի փոքր փոխվել է, այսօր մենք խոսում ենք ոչ թե աշխատավորների օրվա մասին, բայց խոսում ենք աշխատանքի օրվա մասին։ Բայց այս օրը միայն տոն չէ, այն նաև հիշեցնում է մարդկանց արժանապատիվ աշխատանքի, դրա արդար վճարման եւ սոցիալական պաշտպանության պայքարի մասին։ Կարևորը Հայաստանում օրենքը գործի։ Աշխատանքի պայմանները բարելավելը էթիկ կոմպլեքս լուծում է պահանջում։ Ու պետք է ամրագրվի ինձ թվում է օրենքով։ Աշխատողները իրանք ամեն ինչ պետք է անեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են։ Առաջինը ազնիվ աշխատեն։ Մտածեն պետության մասին, պետության զարգացման մասին, սիրել հայրենիքը եւ ամեն ինչ փորձել անել, որ դեպի լավը գնանք, ոչ թե հետ, այլ առաջ։ Իսկ տոնի նախապատմությունը հետևյալն է. 1886 թվականի մայիսին Չիկագոյում աշխատավորների բողոքը հիմք դրեց համաշխարհային շարժման։ Նրանք պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր իրենց իրավունքների, ոչ թե խոնարհումի շրջանակներում։ Չնայած վերջին տարիներին իրականացված բազում բարեփոխումներին, Հայաստանում այսօր էլ աշխատող մարդիկ շարունակում են բախվել ցածր աշխատավարձերին, աշխատանքային իրավունքների խախտմանը եւ սոցիալական անապահովությանն առնչվող խնդիրներին։ Բոլորն էլ աշխատում են, սկսած կառավարության, ազգային ժողովից դուրս եկած այն ամենա տարիքով փոքր երեխան էլի մի բան աշխատում է, որ ընտանիքը պահի։ Մեխանիզմներ շատ կան աշխատելու, ով կա փնտրում է, նա գտնում է։ Փոշակարը մարդ են դե իմ համար զբաղվում կա, էլի։ Աշխատում ենք երեխեքին օգնում ենք, կարողանում ենք այդ այլ։ Միշտ էլ կարող է իհարկե բարելավել եւ մտածել ավելի լավ պայմաններ աշխատավորների համար, թեկուզ աշխատավարձների բարձրացման, թեկուզ ավելի լավ պայմաններ։ 60,000 աշխատավարձ Հայաստանում պետք է չլինի։ Քո ղեկավարը պետք է քեզ գնահատի։ Եթե դու արժանի ես բարձր աշխատավարձ ստանալու, ինքը պարտավոր է տալ։ Բոլոր ժամանակներում եւ բոլորը կասեն ոչ, չի բավարարում։ Այնպես որ իհարկե չի բավարարում։ Կարելի է բարելավել այդ պահանջարկը քաղաքացիների, որպեսզի իրավունքները պաշտպանված լինեն։ Պետությունը պետք է մտածի իր ժողովրդի մասին։ Միանշանակ։ Կուզենամ, որ ամեն մեկը ըստ իր աշխատանքի ստանա այդքան, որ կարողանա իրան թույլ տալ եւ հանգստի գնալ, եւ թատրոն գնալ։ Աշխատավարձը չափը բնականաբար լավ վիճակում չի, որտեղ սոցիալական վիճակը ընդհանուր ծանր է, թանկացումներ ա եղել, մնացածը նորմալ վիճակում է։ Քաղաքացիների կարծիքները հաշվի են առնվում նաև օրենսդիրում ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, խնդիրները հայտնի են, լուծումները մշակման փուլում։ Օրենսդրական նախաձեռնություններ ուղղված են նրան, որպեսզի կարողանանք իրավական գործիքակազմերով հզորացնել արմիություններին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ պաշտպանել աշխատողների իրավունքները։ Կարևոր խնդիրը նաև անվտանգ աշխատանքային պայմանների համար ստանդարտներ սահմանելն է, որովհետև երբ որ խոսում ենք արժանապատիվ աշխատանքի մասին, նաև աշխատանքային պայմաններն են, որոնք պիտի լինեն կյանքի եւ առողջության համար անվտանգ, ինչի համար կան որոշակի նախաձեռնություններ, վերանայելու այն նորմատիվները, որոնք վերաբերում են հենց անվտանգության կանոններին։ Մայիսի 1-ը հիշեցնում է, որ աշխատողի ձայնը պետք է հնչի ոչ միայն աշխատավայրում, այլ նաև քաղաքական օրակարգում։ Շնորհավոր մայիսի 1։ Սահմանային անցման կետերում ու բարձր դասի հյուրանոցներում շահումով խաղերի գովազդը կարգելվի։ Առաջարկը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Վերջի տարիներին բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ա վերվել եւ ընդունվել ազգային ժողովի կողմից, որը սահմանափակել է խաղային գովազդը
Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց այնուամենայնիվ մնացել են բացառություններ, այդ բացառություններից մեկն է սահմանային անցակետերում, այսինքն օդանավականներում, մաքսատներում եւ ինչպես նաեւ 4-ից բարձր աստղ ունեցող հյուրանոցներում գովազդը չի արգելվում եւ այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք արգելել թողնելով միայն իրանց բուն գործունեություն կատարող շենք շինությունների պատերին։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից։ Հայաստանի ու Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը կհեշտացվի եւ կբարձրացվի Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում։ Համապատասխան փոփոխություններով ու լրացումներով օրենքի նախագիծը ներկայացվել է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը։ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության մենք ունենք հետևյալ հարկային ռեժիմը, որ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնող երկրների միջև ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, դուրքերից եւ վճարներից, բացառությամբ այն դուրքերից եւ վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ տվյալ երկրի փոխադրողներից, սույն արձանագրությամբ առաջարկվում են նույնպես Ղազախստանի Հանրապետության հետ նման ռեժիմ կիրառել։ Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցման մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ մեկ կողմի այն փոխադրողները, որոնք ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ են իրականացնում մյուս կողմի տարածքում, փոխադարձ հիմունքներով ազատվում են այդ պետության տարածքում փոխադրամիջոցի տիրապետման հետ կապված հարկերից, վճարներից։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Ըստ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման տվյալների 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 միլիարդ 124 միլիոն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե։ Աճում է դինամիկան մեր թվայնացված պլատֆորմի այցելությունների քանակը։ Մենք դա ենք հաշվեցինք, թվայնացրեցինք, բիզնեսին տվեցինք հնարավորություն թվային տիրույթում մեր հետ շփվել, անձնական շփումները բացառելու, ավելի թափանցիկ եւ ավելի հեշտ վարչարություն անելու համար եւ արդեն մեր այցելությունների քանակը 100,000-ին է մոտենում, ինչը մոտ 3 անգամ, 2.5 անգամ ավել է, քան 2022 թվականին։ Հանձնաժողովն իրավախախտումների վերաբերյալ հարուցել է 277 վարույթ, 2023-ին վարույթների թիվը եղել է 133։ Yandex սնունդի դեմ իրականացված վարույթներ հայտնի, որտեղ մենք Yandex-ին 300 միլիոնից ավելի տուգանք նշանակեցինք, որտեղ մենք որակեցինք, որ ունենալով Yandex-ը ֆինանսական ռեսուրսներ եւ հնարավորություններ գլոբալ, իր ազդեցությունը կարողացավ օգտագործել եւ որոշակի գործողությունների արդյունքում էժան գին ունենալու արդյունքում այդ թվում, որը ոչ տնտեսապես հիմնավոր չէր, կարողացավ շուկայում շատ կարճ մեծ ծավալ զբաղեցնել, վարկագիծը կասեցվեց եւ Yandex-ին պատասխանատվության ենթարկեցինք։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը լսել է նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 24 թվականին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի քննարկման ներկայացվել էլեկտրաէներգետիկայի մասին եւ վերականգնող էներգետիկայի եւ էներգախնայողության մասին նոր օրենքի լրամշակված նախագիծը, ինչի շուրջ ինտենսիվ դեռ աշխատանքները շարունակվում են եւ երբ որ մենք կունենանք էներգետիկայի մասին եւ վերականգնող էլեկտրաէներգիայի եւ էներգախնայողության մասին նոր օրենք, այն կարող է հիմք հանդիսանալ էներգետիկ բարեփոխումների երկրորդ փուլին մեր երկրում։ 2024 թվականին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված գործընթացը, ինչը սկսվել էր դեռևս 2004 թվականին։ Ազատականացման հետևանքով մենք այս փուլում հասել ենք հետևյալ արդյունքներին, եթե 22 թվականին շուկայի մրցակցային հատվածում վաճառվել է արտադրված էլեկտրաէներգիայի 5.3%-ը, ապա 23 թվականի արդյունքներով այն հասել է 20.1%-ի, իսկ 24 թվականին արդեն շուկայի մրցակցային հատվածում վաճառված էլեկտրաէներգիայի տոկոսը հասել է 27.8%-ի։
Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտք էլեկտրաէներգետիկական համակարգ։ 2024 թվականի արդյունքներով շուկայի մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող թրեյդեր, 144 մրցակցային էլեկտրակայաններ, գործել են 16 որակավորված սպառողներ։ Շուկայում գործող 6 մատակարարները 24 թվականի ընթացքում գնել են եւ վաճառել են մոտ 1 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդումներն ընդունել է ի գիտություն։ Ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, ինչպես նաեւ արվեստի շուկայի ձևավորումը։ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները։ Խնդիրներին օրենսդրական մակարդակում լուծումներ տալու նպատակով կառավարությունը մշակել է մշակութային աճուրդների կազմակերպման մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն առաջին ընթերցմամբ քննարկվեց գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Մասնավորաբար կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները, բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձևավորման գործում։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ պահանջարկի, մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Դիցուկ ես որևէ կտավ ցանկանում եմ վաճառել, տեղադրում եմ հարթակում կամ ներկայացնում եմ, գինը սահմանելու process-ն է ինձ հետաքրքիր։ Այստեղ կա որևէ զսպող գործիքներ կամ կոնկրետ շեմ, որով որոշվում է, օրինակ, սա խելամիտ շեմ է, թե ոչ։ Եթե միարժեք ինչ-որ մի գին գնահատված լինի եւ հետո վաճառողը անիրատեսական գին պահանջի։ Եվ առարկի օրինակ նույնիսկ։ Առարկել գտնի, որ այդքան էլ անաչառ չի։ Այդ դեպքում Տիկին Ղազարյանի ասած, ուղղակի աճուրդի տունը չի վերցնի այդ լոտը եւ չի վաճառի, որովհետեւ դա ամեն դեպքում մասնավոր գործունեություն է լինելու։ Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն կրում է իր վաճառած ապրանքի ձեր ասած իսկության համար, թե ոչ։ Այո, բացի դրանից, որ կրում է, նաեւ պետք է լինեն որոշակի ֆինանսական ապահովագրություններ այդ գործունեությունը իրականացնելու համար։ Օրենքի ընդունումը հնարավորություն կստեղծի նաև միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը։ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել Սքոմատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։